Երևանի ավտոբուս ՓԲ-ի հաշվեկշռում գրանցված թիվ 97 երթուղին սպասարկող Ժանտոնգ Մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ Ռուբինյոց փողոցում ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են գերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Ավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Sprinter Մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ այն բախվել է ծառի, ինչպես նաև դիմացը կայանված մեկ այլ մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է երրորդ մեքենային։ Ծառը կոտրվել է երկու մեքենան, բավականին վնասվել են, երրորդը ոչ այնքան, նշել է Ասատրյանը։ Նրա խոսքով կայանված մեքենաներում ուղևորներ եւ վարորդներ չեն եղել, ավտոբուսներում էլ մի քանի ուղևոր է եղել, որոնք չեն դժել։ Իջևանի նախկին քաղաքապետը եւ նրա որդին ձերբակալվել են, այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների խոսքը Վարուժան Ներսիսյանի եւ նրա որդու մասին է։ Հայտնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաեւ նախկին քաղաքապետի որդին, նշել են կոմիտեից։ Մարտի 28-ին վարույթ էր ընդունվել Ապոյնի ծագում ունեցող գույքի բռնագազման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Խոսքը Վարուժան Ներսիսյանից եւ նրա փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի անշարժ գույքի եւ գումարի բռնագանձելու մասին է։ Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի, այլ նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում կապակցությունը խթանելու համար։ Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։ Խաղաղության խաչմերուկը ողջունվել է Եվրամիության կողմից դեռևս 2 տարի առաջ, եւ մենք ուրախ ենք, որ գալիս է խաղաղությունը, ասել է նա եւ նշել, որ պարզաբանման հարցեր կան, սակայն ԵՄ-ն որպես Հայաստանի գործընկեր կաջակցի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունն առաջինն էր, բայց ոչ վերջինը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին հետևել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Հրահանգի տրամաբանությունը պարզ է, հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին կհավաքեն բոլորին։ Այլ կերպ ասած, հնչող ցանկացած խիզախոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։ Այս քայլով ՔՊ-ն որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատողներից, գրում է Պարբերականը։ Այսօր ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ան Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ վրայերթի ենթարկել նրան, հայտնում են ԶԼՄ-ները։ Դեպքի վայր ժամանած Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը արձանագրել է նրա մահը։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խստորեն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Տեղեկությունը հայտնում է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը։ Ամիսներ առաջ նա իր պատվիրակների միջոցով կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը։ Նույն դիրքորոշումը երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին է փոխանցել Շահան arczepiskopos Սարգսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուի Գևորգյանը եւ պրոռեկտորը։ Տեղեկությունն այս մասին հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաեւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում ու խարդախություն կատարելու, այդ թվում նաեւ կաշառք ստանալու մեջ։ Ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Հայտարարել է այս մասին Մայրաթորի տեղեկատվական համակարգը, անդրադառնալով իշխանական լրատվական կայքերում տարածված Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններին։ Իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու եւ երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում, ասված է հայտարարությունում։
Հայաստանում ԵՄ-ի ներդրումների ծավալը, որոնք արդեն իրականացվում են տարբեր ծրագրերի շրջանակներում, արդյունքում կհասնի 2.5 միլիարդ եվրոյի։ Այս մասին հայ լրագրողներին հայտնել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նրա խոսքով այդ պարտականությունները Եվրամիությունը ստանձնել է դեռևս 2021 թվականին։ Ծրագրերի մի մասն արդեն իրականացվել է, մյուսները նախապատրաստական փուլում են։ Դրանց թվում է Սիսիան-Քաջարան ավտոմայրուղու շինարարությունը։ Ներդրումները ներառում են նաև կանաչ-Երևան նախագիծը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի, բարեփոխման շրջանակներում ման 87 ավտոբուսների ձեռքբերումը, ինչպես նաև Երևանում 50 մանկապարտեզների վերանորոգումը և Հայաստանի ու Վրաստանի միջև էլեկտրահաղորդակցման գծերի արդիականացումը։